Հանցագործություն չի ընտրություններում հետընտրական կոալիցիաներ ստեղծելը, ձևավորելը եւ իշխանություն դառնալը, դա նախատեսված է ուղիղ ընտրական օրենսգրքով։ Հանցագործությունը կաշառակերությունը։ Սա մեկ, երկրորդը ոչ անպայման է, որ ամեն ինչ, որ հանցագործություն չի, լավ բան լինի։ Հիմա մենք համարում ենք, որ Քոչարյանի եւ երկու օլիգարխների իշխանության գալը վատ բան է եւ դա պետք է կանխել։ Արդյոք դա հանցագործություն է ինքնին։ Եթե արդար ընտրվեն, հանցագործություն չի, բայց շատ վատ բան է, որ օրինակ, այն որ մի ընդհատեք ինձ էլի, չէ, Երևանում Քոչարյանն ու օլիգարխները չեն եկել իշխանության։ Օրինակ, Վարդանիկը ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ինչի արդյունքում, երբ որ Քոչարյանական եւ Սերժ Սարգսյանական եւ Ռուսաստանցի օլիգարխական մի քանի ուժեր բաժանվեցին մի քանի բլոկերի եւ հետընտրական համագործակցությամբ Վարդանիկը ընտրվեց քաղաքապետ, ինչը ինքնին հանցագործություն չէր, բայց դրանից ուղիղ 6 ամիս անց Վարդանիկը ձերբակալվեց կաշառակերության մեղադրանքով։ Հիմա ինչ կլինի տարբերությունը, եթե Քոչարյանն ու երկու օլիգարխները տարբեր բլոկների բաժանված հաջողեն ստանալ մարդկանց մեծամասնության քվեն եւ գան իշխանության։ Կաշառակերության մեղադրանքով ոչ ոք չի ձերբակալվի, որովհետև ինչպես իրենց իշխանության տարիներին, այդպես էլ այդ ժամանակ իրենք չեն թողնի, որպեսզի իրավապահները անեն իրենց գործը։ Եվ հետեւաբար ինչպես է պետք կանխել այս սցենարի իրագործումը։ Մարտիկ Քոչարյանին եւ երկու օլիգարխներին պիտի տան 0 քվե։ Ես շատ անհանգստացած եմ, երբ որ քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ ձերբակալվում են կաշառակերության մեղադրանքով, որովհետև ես կարծում եմ, որ կաշառակերությունը վատ բան է։ Դրա համար լավ կլիներ, որ բոլոր նրանք, ովքեր ասում են, բայց ինչ վատ բան կա, հասկանան, որ վատ բանը կաշառակերությունն է։ Վաղար շաբաթի ձեր թիմակիցը հիմա կաշառքի համար հակակոռուպցիոն Դիանա Գասպարյանի։ Հիմա մարդիկ ասեն, որ քաղաքացիական պայմանագիրն էլ հանցանքանի եթե իշխանության գա։ Այսինքն կոռուպցիոն, լսեք, երբ որ քաղաքացիական պայմանագրի որևէ անդամ, չգիտեմ, կասկածվում է կամ հետապնդվում է կոռուպցիայի համար, դա վկայում է նրա մասին, որ կրկին քաղաքացիական պայմանագիրը այստեղ մի վարքյան, հա, մենք երբեք էլ չենք, մեր իշխանության օրոք, մեր իշխանության ներկայացուցիչ նախարարը ձերբակալվել, մի վարքյան, նախարարը ձերբակալվել, դատապարտվել, այլ նախարարներ քրեական հետապնդման տակ են, փոխնախարարը ձերբակալվել, քաղաքաշինության կոմիտեի նախագահը ձերբակալվել, падգամավոր կա, որի խոսքը արդեն նախկին ներկայացուցիչի մասին է։ Եթե դուք ասում եք մերժելի է կոռուպցիա, հիմա նույն մեթոդով մարդիկ ասեն, այս թիմում էլ եղել են քաղաքապետ, փոխքաղաքապետ, падգամավոր, ամբողջ թիմին մերժեն, բայց մարդիկ տեսնում են, չէ՞, որ մեր իշխանության օրոք, ովքեր որ ազնիվ են, շարունակում են աշխատել, ովքեր որ ազնիվ չեն, մեկ ասել այնտեղ կմնան։ Լսեք էլի ինչ եմ ասում, ովքեր որ ենթադրյալ հանցանք են գործել, իրենք հետապնդվում են։ Ինչ վերաբերում է Քոչարյանի եւ երկու օլիգարխների իշխանության տարիներին, իսկ ես ուզում եմ հիշեցնել, որ Քոչարյանն ու երկու օլիգարխները իրար հետ երկար տարիներ իշխանության են կիսել, մասնավորապես երբ որ օրինակ Քոչարյանը նախագահ էր, Ծառուկյանը իշխանամետ ֆրակցիայի կուսակցության ղեկավար էր, մի վարքյան, Ռուսաստանցի օլիգարխի եղբայրը ՀԿ խմբակցության ղեկավարն էր մարտի 1-ի ժամանակ, հետո Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն էր, իրանց իշխանության տարիներին, երբ որ մարդիկ կաշառք էին վերցնում, իրենք չէին դատվում։ Մենք նպատակաուղղված ենք, որպեսզի 26 թվականի ընտրություններից հետո ունենանք սահմանադրական մեծամասնություն։ Եվ նաև պատկերացնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանը եւ երկու օլիգարխները եւ ընդհանրապես բոլոր օլիգարխները պետք է մեր թիմում օլիգարխ կա, պետք է բոլոր օլիգարխները դուրս մղվեն քաղաքական դաշտից եւ խորհրդարանից։